16-ը որոշիչ է լինելու մեր քաղաքի համար։ Ուղիղ մեկ շաբաթից վաղաշաբաթ համայնքը կունենա նոր ղեկավար։ Քարոզարշավի վերջին շաբաթն է։ Հաղթանակ դաշինքը այս անգամ Ոսկեհատ գյուղում է։ Շատ լավ է։ Մեր թիմի ուզած է, որ տարիներ հետո մեր քաղաքը տեսնենք, մեր ուզածը նենց ոնց որ կուզեի ցանկացած էջմիածնեցի։ Գյուղացիներից շատերն արդեն հստակ որոշել են ում են ընտրելու։ Հույս ունեն, որ իրենց սրտի թեկնածու Սևակ Խաչատյանը կարգի կբերի էջմիածինը, կմտածի մարդկանց խնդիրների մասին։ Ես ամսի 16-ին ժամը 9-ին արդեն գնացուց խմելու եմ։ Աղում ենք, որ հաղթանակով լինենք։ Ոմանք էլ դեռ ծանոթ չեն հաղթանակ դաշինքի նախընտրական ծրագրին։ Քվեաթերթիկն են ուշադրությամբ զննում։ Պարտադիր, այս բուկլետը դրա համար է։ Նախընտրական ծրագրերից մեկն էլ նորմալ հարմարավետ ավտոբուս ունենալն է։ Գյուղերից էջմիածին մարդիկ անխոչնդոտ ու ապահով պետք է տեղափոխվեն։ Մեր համայնքում տրանսպորտը պետք է լինի հարմար, մատչելի ու ժամանակակից։ Ինչ ենք պատրաստվում անել։ Նախ կթարմացնենք համայնքային երթուղիները եւ կտրամադրենք անվճար տրանսպորտ ներհամայնքային երթուղիների համար։ Կգործարկենք էլեկտրական ավտոբուսներ, որ գյուղերից դեպի Էջմիածին ճանապարհը լինի ավելի արագ ու էկոլոգիապես մաքուր։ Ծրագրում ենք նաև կառուցել շրջանցող նոր ճանապարհներ, որպեսզի քաղաքի կենտրոնում երթևեկությունը թեթևանա։ Զարուհի Սահակյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։